Սրբազան արդեն 12 եպիսկոպոսներից ովքեր միացել էին այսպես այդ բարենորոգման ծրագրին, Հովնան եպիսկոպոսը հետ է կանգնել, անգամ մասնակցել է Ավստրիայի եպիսկոպոսաճյուղին, տեղեկություններ կան, քանի որ այսպես Փաշինյանը ընտրական պրոցեսով պայմանավորված այսպես պաուզա են վերցրել այս հակաեկեղեցական արշավում, մյուս այսպես այդ հոգևորականներն էլ են լավ վիճակում չեն, կարծես փոշմանել են, ուզում են նորից հետ դառնալ, ինչպես է գնահատության, օրինակ եթե փոշմանեն որպես նաև հոգևորական, իրենք կարող են նորից վերադառնալ, ինչպես Աթոմկոսն է անընդհատ ասել, հետդարձի ճանապարհը հետդարձարեք եւ մի մոտեք այս ճանապարհին, դա հնարավոր համարում եք։ Ну ես դա կհամարեմ միակ խելամիտ լուծումը այս իրավիճակում, բայց երբ որ այդպիսի առաջարկություն լինի, ես կարծում եմ այդ ժամանակ պետք է խոսենք այդ մասին։ Սրբազան հայր Արման Սարոյանը ինչու է ձեզ այդքան ատում, ձեր վերաբերյալ ամենակեղտոտ հայտարարությունները, այսպես ասած, միայն նա է անում։ Ձեր հարաբերությունները ինչպիսին են եղել կաթողիկոսի։ Եվ նա ձեզ վերագրվող հայտարարություններ է արել հարցազրույցներում, լրացնեմ, մասնավորապես ասել է, որ 18 թվականի նոր հայրապետ, նոր Հայաստան շարժումը որ կար, դուք մասնակցություն եք ունեցել դրա հետ, իրեն ասել եք արեք ինչ-որ գործողություններ անեն, կաթողիկոսը փոխվի, բացի այդ նաև ասում է, որ Իսկ թվում է, արդեն գիտեմ ինչ եք ասելու։ Եվ այն տեսանյութը հայտնի, որ վերագրվում է ձեզ, նա ասում է, որ կաթողիկոսն է տարածել դա։ Գիտեք ինչ, ինձ թվում է յուրաքանչյուր անձի թույլ տված արտահայտությունները բնորոշում են իրեն եւ ես լրացուցիչ ջանք չեմ գործադրի ինչ որ մեկին բնորոշելու համար։ Հիմա դուք լսել եք ինչ է ասվել, ինչ է արվել, մարդու վարքագիծը, հանրային վարքագիծը տեսանելի է, դուք ինքներդ հետևություն արեք, ես ձեզ կմնամ որևէ գնահատական տալուց, առավել եւս երբեր մշակույթում ննջեցյալների մասին ոչինչ խոսելու անհրաժեշտություն չկա։ Բայց նա ննջեցյալ չէ։ Դե ննջեցյալները տարբեր են լինում։ Սրբազան հարաբերությունները լարված են եւ Մայրաթորի դեմ Փաշինյանի գործողությունները, որ սկսվեցին, գործընթացը, հա, որը Փաշինյանը Բայց ավտո չի գալիս։ ներողություն։ Եկեք քայլենք երեխեք։